Սուրբ Գրիգոր Տաթևացու քարոզը մեծ պահքի երրորդ կիրակի ըստ ավետարանի այն խոսքի, թե հաշտվիր քո հակառակորդի հետ նախքան դեռ նրա հետ ճանապարհին ես։ Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 25 համար։ Տերն ասում է, թե նախքան զոհասեղանին ընծա մատուցանելու լինես և հիշես, որ քո եղբայրը քո դեմ մի բան ունի, թող քո ընծան զոհասեղանի առաջ գնա, նախ հաշտվիր եղբորդ հետ և ապա վերադարձիր ու մատուցիր ընծատ։ Պատարագը երեք տեսակ է լինում։ Նախ իսրայելացիների կենդանական զոհերն էին, ոչխարների և եզների, որոնք մատուցվում էին քավության սեղանին մաքրության համար, տաճարում նաև ձեթ և մոմ և խունկ էր մատուցվում։ Երկրորդը բանական պատարագն է, այսինքն սրտի սեղանին մեղքերի զղջումը դնելը և Աստծուն աղոթք ու խնդրանք մատուցելը։ Երրորդը անարյուն պատարագն է, հացն ու բաժակը, որոնք խորհրդաբար Քրիստոսի մարմինն ու արյունն են։ Մեր Տերը պատվիրում է, որ եթե զոհասեղանի վրա ընծա ես բերել, նախ հաշտվիր եղբորդ հետ, հետո միայն մատուցիր պատարագը։ Որքան սքանչելի է Աստծո բարերար մարդասիրությունը, որ Աստված մեր հաշտությունն ավելի է ցանկանում, քան իրեն մատուցվող պատարագը։ Ուշադրություն դարձրու, նա չի ասում, եթե քո եղբորդ դեմ բողոք ունես, այլ ասում է, եթե եղբայրդ մի բան ունի քո դեմ, այսինքն եթե եղբայրդ նեղացած է քեզանից, թեկուզ դու դա անտեսել ես, Աստված չի անտեսի։ Եթե ուզում ես, որ ընդունի քո պատարագը, նախ հաշտվիր եղբորդ հետ, որ Աստծո պատկերն է, ապա կհաշտվես նրա հետ, ում պատկերը նաև դու ունես։ Նույնը մարգարե Օսեն է ասում. ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ։ Սա ասվում է 4 պատճառով։ Առաջին, զոհ մատուցելը դժվար է և ոչ բոլորի կարողության սահմանում է, իսկ ողորմությունը բնական է բոլոր մարդկանց համար։ Հայրը բնականաբար գթում է որդուն, եղբայրը եղբորը, նույնիսկ կենդանին իր նմանին է սիրում։ Երկրորդ, զոհը Աստծուն է մատուցվում, իսկ ողորմությունը ընկերոջը։ Աստված ավելի բարձր է գնահատում այն ողորմությունը, որը սիրո դրսևորում է ընկերոջ հանդեպ, քան իրեն մատուցվող զոհը։ Երրորդ, Աստված կամեցավ հին օրենքը, որ փոխարինումների վրա էր հիմնված, վերացնել և հաստատել նորը, որը շնորհով և ողորմությամբ է, ինչպես մկրտությունը, մեղքերի թողությունը և այլ սրբություններ։ Չորրորդ, Աստված հոգի է և հոգևոր պատարագ է կամենում, այսինքն Աստծու պաշտամունք և բանական զոհեր, ինչպես ասված է. Աստծուն հաճելի պատարագը խոնարհ հոգին է, խոնարհ և զղջացող սիրտը Աստված չի արհամարհում։ Սաղմոս 50-րդ։ Նույն մարգարեն ասում է նաև. Աստծո գիտությունը ավելի լավ է, քան ողջակեզները։ Թեպետ ժողովրդի տկարության պատճառով Աստված ընդունեց կենդանական զոհերը, սակայն մարգարեների միջոցով հետո անարգեց, մերժեց դրանք։ Տիրոջ խոսքի համաձայն, որ ասում է. հաշտվիր քո հակառակորդի հետ ճանապարհին, որպեսզի նա քեզ դատավորին չմատնի, դատավորը դահիճին և քեզ բանտ չգցեն։ Այս պատվերը զուր չի տրված, այն մեծ օգուտ ունի նաև մարմնավոր իմաստով։ Ովքեր չեն լսում այս խոսքը և չեն խոնարհվում իրենց ընկերոջ առաջ, 10 դժբախտության մեջ են ընկնում,
Առաջին, իրենց ծածուկ անիրավությունները հրապարակ են գալիս, որովհետև չի հաշտվում հակառակորդի հետ։ Երկրորդ, իրենց իմարությունն են ցույց տալիս, որովհետև լինելով սխալ պայքարում են ճշմարտության դեմ։ Երրորդ, կորցնում են իրենց ազատությունը և ընկնում դատավորի իշխանության տակ։ Չորրորդ, ազատ շրջող մարդը բանտն է ընկնում։ Հինգերորդ, բանտում տանջանքների է ենթարկվում և չի կարողանում դուրս գալ։ Վեցերորդ, բազում անարգանքներ ու հայհոյություններ է լսում նրանցից, ովքեր նրան բանտ են գցել։ Յոթներորդ, ստիպված է լինում մինչև վերջին նաքարակիտը հատուցել։ Ութերորդ, դառնում է թշնամիների ծաղրի առարկա։ Իններորդ, տրտմեցնում է իր հարազատներին։ 10-րդ, ամոթով տուն է վերադառնում։ Սա է խոսքի մասնավոր իմաստը։ Տերը ցանկանում է, որ մենք հաշտ լինենք միմյանց հետ, խոնարհվենք ու խաղաղությամբ ապրենք։ Բայց այս խոսքը նաև հոգևոր իմաստ ունի։ Պետք է 3 բան քննել. Ինչ է ճանապարհը, ով է հակառակորդը կամ դատավորը ճանապարհին և ինչպես ենք հաշիվ տալու։ Ճանապարհը մեր կյանքն է, ծնունդից մինչև մահ։ Ամեն մարդ ճանապարհի վրա է։ Ինչպես երկար ճանապարհի վերջը չենք տեսնում, այլ միայն առաջվա հատվածը, այնպես էլ մենք տեսնում ենք մեր առօրյա օրերը, բայց չենք տեսնում մահվան օրը։ Ինչպես քայլ առ քայլ ենք գնում ճանապարհով, այնպես էլ օր առ օր անցնում է մեր կյանքը։ Ինչպես ճանապարհին մի կանգառից մյուսն ենք գնում, այնպես էլ ամիս առ ամիս, տարի առ տարի անցնում են մեր օրերը։ Ինչպես ճանապարհը գնալով կարճանում է և մոտենում ենք նպատակին, այնպես էլ մեր կյանքը սպառվում է և մոտենում ենք մահվան օրվան։ Սակայն մենք ապրում ենք անհոգ, կարծես անմահ լինենք, մոռանալով մահը, հոգու բաժանումը մարմնից, Աստծու դատաստանը և հատուցումը։ Մենք չենք մտածում, թե ինչպես ենք ազատվելու դիվական զորքերից, որոնք շրջապատում են մեղավոր հոգիներին։ Այս ամենը նկատի ունենալով Տերն ասում է. հաշտվիր քո հակառակորդի հետ ճանապարհին։ Իսկ ո՞վ է հակառակորդը։ Այս կյանքում հակառակորդը երկուսն են, հակառակորդները երկուսն են։ Առաջին, հոգին և մարմինը միմյանց հակառակ են, որովհետև տարբեր ցանկություններ ունեն։ Երկրորդ, միտքն է հակառակորդը։ Մեր միտքն է մեզ դատում, իսկ խիղճը մեզ տանջում է։ Եթե մարմնով մեղանչենք, լեզվով կխոսենք չար բաներ կամ մտքում կկրենք մեղք, մեր գիտակցությունը մեզ մեղադրում է։ Միտքը մեզ մատնում է դատավորին, մեր ազատ կամքին, իսկ խիղճը դառնում է անխիղճ դահիճ և ներսից տանջում է հոգին։ Այն մեզ բանտ է դնում ապաշխարության մեջ, մինչև նույնիսկ ամենափոքր մեղքը վճարենք։ Միտքը միշտ մեզ հետ է, չի հեռանում, չի քնում, լույսի կարիք չունի, կաշառք չի ընդունում, ոչ մեկից չի վախենում, չի ամաչում, չի խղճում, չի մոլորվում, չի մոռանում, միշտ դատում ու տանջում է։ Եթե գիշերով գործենք կամ ցերեկով, ծածուկ կամ բացահայտ, մտքով կամ խոսքով, միևնույն է, խիղճը տեսնում է։ Ինչ օգուտ է թաքնվել անկյուններում, փակել դռները, մարդկանցից թաքցնել, երբ չենք կարող թաքցնել մեր խղճից։ Եվ եթե մեր խղճից չենք կարող թաքցնել, ապա առավել ևս չենք կարող Աստծուց, ով տեսնում է ամեն ինչ։ Մեզ միմյանցից ծածկում են 4 բան. հեռավորությունը, պատը, գիշերը և հագուստը, բայց սրանք չեն կարող մեզ ծածկել Աստծուց։
Աստված ոչ հեռու է, այլ մոտ է, նա երկնքից նայում է, նրա աչքերը ավելի լուսավոր են, քան արևը, ամեն ինչ բացահայտ ու բաց է նրա առաջ։ Երկրային դատավորներից կարելի է երբեմն փախչել, խաբելով կամ կաշառելով նրանց, բայց Աստված անխաբբ է, անկաշառ և արդար։ Մարդը կարող է մարմնով պատիժ կրել և մահանալ, բայց Աստծու դատաստանից հետո հոգին է տանջվում, և այդ տանջանքը անվճար, այսինքն անկաշառ և հավիտենական է։ Դժոխքը անշեջ է, բանտը ելք չունեցող, դահիճները անողորմ։ Հանդերձյալ կյանքում հակառակորդները վերջին դատաստանի ժամանակ շատ կլինեն։ Առաջինը մեր խիղճը, որը բացահայտ կդատի մեզ, երկրորդ հրեշտակները, որոնք կմատնեն մեղավորներին կրակին, երրորդ սրբերը, որոնք կանգնելու են համարձակությամբ, չորրորդ երկինքն ու երկիրը, որոնք վկայություն են տալու, հինգերորդ դևերը, որոնք կչարախոսեն ու կմեղադրեն։ Իսկ դատավորն Աստված է։ Դահիճները, հրեշտակները, բանտը, դժոխքը։ Եվ այս ամենը կլինի այն օրը, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս գա դատաստանի, երբ արևը խավարի, երկինքը գալարվի, երկիրը շարժվի և մարդիկ հարություն առնեն։ Այն ժամանակ վճարելու հնարավորություն չի լինի և ժամանակը սպառված կլինի։ Ուստի քանի դեռ այստեղ ենք կյանքի ճանապարհին, պետք է հաշտվենք մեր հակառակորդի խղճի հետ, այսինքն խոստովանենք մեր մեղքերը, մտնենք ապաշխարության մեջ, վճարենք մինչև վերջին նաքարագիտը։ Ինչպես եթե երկու թշնամի դատավորի մոտ գնան, բայց ճանապարհին մեկը նրանց հաշտեցնի և նրանք փրկվեն բանտից, այնպես էլ մենք պետք է լսենք հաշտարար քահանային, խոստովանենք մեր մեղքերը խոսքով, գործով, մարմնով և հոգով, այդ ժամանակ կազատվենք Աստծու դատաստանից։ Պետք է իմանալ, որ Աստված երկրի վրա երկու տեսակի դատավոր է հաստատել՝ մարմնավոր և հոգևոր։ Մարմնավոր դատավորներն են աշխարհիկ իշխաններն ու դատավորները, իսկ հոգևոր դատավորները քահանաները։ Սրանք տարբեր գործեր ունեն։ Առաջինը մարմնավոր դատավորները քննում են մարմնավոր հանցանքները և տալիս համապատասխան պատիժ, իսկ քահանաները քննում են հոգևոր հանցանքները։ Երկրորդ, աշխարհիկ դատավորները հարցնում են այն մեղքերը, որոնք մարդկանց դեմ են գործվել՝ գողություն, ավազակություն, սպանություն, այլ նաև նման բաներ, իսկ քահանաները հարցնում են այն մեղքերի մասին, որոնք մարդկանցից ծածուկ են, բայց Աստծու օրենքի դեմ են՝ հավատուրացություն, հայհոյություն, եկեղեցական օրենքների խախտում և այլն։ Երրորդ, աշխարհիկ դատավորները քննում են, երբ մեկը ուրիշի ունեցվածքն է խլել, տուն, հող, այգի կամ այլ բան, իսկ քահանաները քննում են այն մեղքերը, որոնք Աստծու պատվիրանների դեմ են։ Ինչ մեղք, որ մարդը այստեղ մարմնավոր կամ հոգևոր դատաստանի միջոցով արդար կերպով ապաշխարում է, այն այլևս չի քննվի Քրիստոսի ահեղ դատաստանի ժամանակ։ Բայց եթե մնացած լինի չխոստովանած կամ չապաշխարած մեղք, այն այնտեղ կպահանջվի։ Այդ պատճառով Աստված երկրի վրա այս երկու դատավորներին է դրել, որպես իր ներկայացուցիչներ, ինչ նրանք կապեն երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ արձակեն, արձակված կլինի երկնքում, ինչպես Տերն է ասում։ Ինչու է ավելի լավ այստեղ խոստովանել, քան այնտեղ դատվել։
շատ պատճառներով։ Ավելի լավ է քահանայի առաջ խոստովանել, քան Քրիստոսի դատաստանի առջև կանգնել։ Առաջին, այստեղ միայն քահանան է լսում մեղքերդ, իսկ այնտեղ ամբողջ երկինքն ու երկիրն է հավաքված լինելու և մեղավորը խայտառակվելու է բոլորի առաջ։ Երկրորդ, այստեղ քահանան հեզությամբ է, եղբայրասիրությամբ է հարցնում Երկրորդ, այստեղ քահանան հեզությամբ, եղբայրասիրությամբ է հարցնում, որովհետև քո նման մարդ է, իսկ այնտեղ Քրիստոսն է հարցնելու, որպես արդար Աստված։ Նրա ահից մեղավորները կասեն լեռներին, ընկեք մեր վրա, բլուրներին թե ծածկեք մեզ։ Երրորդ, այստեղ դու միայն քո անձի դեմ ես մեղադրում քեզ, իսկ այնտեղ քո գործերն են դառնալու քո հակառակորդները։ Դևերը, երկինքն ու երկիրը վկայություն են տալու քո դեմ, նույնիսկ սրբերն ու հրեշտակները, որոնք այժմ բարեխոսում են, այն ժամանակ դատապարտելու են մեղքը։ Չորրորդ, այստեղ խոստովանության ժամանակ ներվում է մեղքը, բայց այնտեղ, եթե այժմ չխոստովանես, ապա այն ժամանակ ներելու ժամանակն անցած կլինի։ Ինչպես գողը, երբ բռնվում և խոստովանում է, այլևս չի ազատվում պատժից, նույնպես կամքով, որովհետև իր կամքով չի խոստովանել ժամանակին։ Հինգերորդ, այստեղ քահանան միայնակ է և պատիժը սահմանափակ է, այնտեղ բյուրավոր հրեշտակներ են սպասելու Քրիստոսի հրամանին, որպեսզի մեղավորին տանեն տանջանքների։ Վեցերորդ, այստեղ պատիժը ժամանակավոր է, պահք, աղոթք, ողորմություն և այլ բարեգործություններ։ Այնտեղ պատիժը հավիտենական է։ Եվ սա սքանչելի է, որովհետև քահանան հավիտենական պատիժը դարձնում է ժամանակավոր, իսկ Քրիստոսը ժամանակավորը կարող է դարձնել հավիտենական։ Յոթներորդ, այստեղ կարող ես արտասվել, ողորմություն անել, պահք պահել և մեղքը ապաշխարել, այնտեղ այլևս ժամանակ չկա վաստակելու կամ հատուցելու։ Ութներորդ, այստեղ կարող ես աղաչել, խնդրել, որ լուծդ թեթևանա, այնտեղ աղաչանքը չի լսվելու, քո գործերն են խոսելու քո փոխարեն, քո մեղքերը մարմնիդ վրա մագաղաթի պես գրված են լինելու, տեսանելի բոլորին։ Գրքերը բացվեցին, ասում է մարգարեն։ Իններորդ, այնտեղ ուրիշները կարող են միջնորդել քեզ համար։ Այստեղ ուրիշները կարող են միջնորդել քեզ համար, այնտեղ ոչ ոք չի միջնորդելու, որովհետև երկինքն ու երկիրը պատրաստ կլինեն արդար դատաստանի համար։ 10-րդ, այստեղ հնարավոր է թեթևացնել պատիժը, այնտեղ վճիռը անդառնալի է։ Աստված մեկ անգամ է խոսելու, արդարներին կասի եկեք, իսկ մեղավորներին գնացեք ինձանից հեռու անիծյալներ, դեպի հավիտենական կրակը, և այդ խոսքը չի փոխվելու։ Ուստի այժմ է ժամանակը, այսօր է ապաշխարության օրը, ինչպես ասում է առաքյալը։ Այժմ պետք է խոստովանել մեղքերը, այժմ տալ դրանց հաշիվը քահանային, այժմ թեթևացնել ծանր բեռը մեր ուսերից, այժմ խաղաղությամբ անցնել դիվային գնդելի միջով։ Մինչև դեռ ժամանակ ունենք, մինչև մարմնի մեջ ենք, պետք է արդարանանք խոստովանությամբ, պահքով, աղոթքով, ողորմությամբ ու մաքուր սիրով, որպեսզի հասնենք հավիտենական բարիքներին մեր Տեր Հիսուս Քրիստոսով, ով օրհնյալ է հավիտյանս հավիտենից։ Ամեն։